Սկսենք ուրեմն իրավիճակի նկարագրությունից, ինչպես իրավիճակ է, որից հետո արդեն նաև հակակոռուպցիոն ինչ քաղաքականություն է վարվում, որքանով այդ արդյունավետ է այդ քաղաքականությունը եւ ինչ խնդիրներ կան այդ քաղաքականության իրականացման հարցում։ Ուրեմն նախ ասեմ, որ կոռուպցիան ինքնին փաստորեն կարելի է չափել միայն դժբախտաբար ընկալումների միջոցով, որովհետև ուղղակի չափում անել կոռուպցիայի մակարդակը, ես սա կարևորում եմ մանավանդ լրագրողների համար, որ կոռուպցիայի մակարդակը այսքան է, այս կոռուպցիայի ընկալման համատվից ելնելով, դա այնքան էլ կոռեկտ չի ասելը, մի պատճառով, որ ընկալումը ինքը ուղղակիորեն չի, այսինքն մաթեմատիկորեն ասած, գծային կախվածություն չկա ընկալման մակարդակի եւ կոռուպցիայի մակարդակի միջեւ։ Այսինքն ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ կարող է, ասենք, ընկալումը ավելի վատ լինել, քան թե կոռուպցիայի մակարդակը կամ ավելի լավ։ Բայց մի բան կարելի է հստակ ասել, որ եւ դա տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել, որ իրականում որոշակի, այսպես ասած, նորից մաթեմատիկորեն ասած, կոռելյացիա կա։ Այսինքն այնպես չի, որ ասենք, եթե ընկալման մակարդակը շատ ցածր է, ու դա էլ ասեմ, կոնկրետ Transparency International-ի այդ մեր միջազգային կազմակերպության այդ կոռուպցիայի ընկալման համատվի այդ ստանդարտը 0-ից 100 է։ 0-ն բացարձակ կոռումպացվածն է, 100-ը բացարձակ մաքուրը։ Այսինքն ինչքան ցածր է, այնքան վատ է իրավիճակը։ Բայց բնականաբար մենք չենք կարող ասել, որ եթե մի երկրի կոռուպցիայի ընկալման համատիվը ասենք 15 է, իսկ մյուսինը 45, նշանակում է 3 անգամ ավելի շատ կոռուպցիա կա այդ 15 ընկալման մակարդակ ունեցող երկրում, քան թե 45 ընկալման մակարդակով։ Դա մենք չենք կարող ասել, բայց մենք կարող ենք հստակ ասել, որ որտեղ որ ընկալման համատիվը 45 է, ավելի քիչ կոռումպացված է, քան թե 15 համատիվ ունեցող երկրում։ Սա մենք հստակ կարող ենք ասել ու որոշակի, ասենք, այդպիսի կապ կա, ինչպես ասի, կոռելյացիա կա։ Հիմա սա ուղղակի ներածության կարգով, որպեսզի հիմա որտեղ ես ավելի կանդրադառնամ կոռուպցիայի ընկալման համատվին, կոնկրետ այս 25 թվականի, մենք փետրվարի 10-ին հրապարակեցինք համատվին, դա միայն մենք չի, ամբողջ աշխարհում 100 երկրներից ավել երկրներում Transparency International-ի ներկայացությունները եւ այդ օրը Բերլինի ժամանակով առավոտյան 7-ին կամ Երևանի ժամանակով առավոտյան 10-ին դա հրապարակվեց ամբողջ աշխարհում։ Եվ մենք միջոցառում անցկացրինք նույն օրը, այս ձեզնից ոչ հեռու այստեղ Doubletree Hilton-ում միջոցառում, որտեղ եւ ներկայացրինք եւ այդ համատվի մասին եւ նաեւ ընդհանրապես ինչպիսին է իրավիճակը, կոռուպցիա, ինչպիսի պայքար է տարվում եւ այլն։ Հիմա, եթե մենք վերցնում ենք ընկալման համատիվը, կոռուպցիայի ընկալման համատիվը, այն իմիջիայլոց ասեմ, որ 95 թվականից է Transparency International-ը ուրեմն չափում այդ համատիվը եւ եթե ընթացքում հարցեր կլինեն, ես ավելի մանրամասն ուղղակի որպեսզի ձեր ժամանակը քիչ ծախսվի ընդհանուր այդ հարցերի շուրջ եւ ավելի կենտրոնանանք Հայաստանի վրա, ես եթե հարցերն են ավելի մանրամասն մեթոդաբանության մասին խոսեմ, նաեւ ասենք այդ այլ երկրներում ինչպիսին է վիճակը եւ այլն, չնայած մի քիչ կարող է խոսենք Հայաստանի հետ կապված երկրների մասին, բայց հիմնականում Հայաստանի մասին։ Նախ, բայց մի բան անպայման ասեմ, որ երբ որ մենք ասում ենք կոռուպցիայի ընկալման համատիվը, այդ Transparency International-ի, այստեղ կան որոշակի սահմանափակումներ։ Առաջինը, մենք այդ համատիվով չափվում է հանրային սեկտորում կոռուպցիան, դեռ գիտեք, կամ մասնավոր սեկտորում կոռուպցիան եւ իսկն պետական, համայնքային իշխանությունների, որքանով են կոռումպացված ընկալվում այդ իշխանությունները։ Սա
այս համաթիվը չափում է հենց հանրային սեկտորում կոռուպցիայի ընկալման վիճակը ցուցիչը դա է ցույց տալիս հիմնականում բնականաբար կոռուպցիոն այն դրսևորումները, որոնք կապված են հենց հանրային ոլորտի հետ։ Նու նաև ասեմ, որ մի կարևոր դրսևորումներ կոռուպցիայի դրանք չեն այս համաթիվը չի չափում, օրինակ վերջերս դա վրա սկսել են շատ ուշադրություն դարձնել ամբողջ աշխարհում ապօրինի փողերի լվացումը, այդ հոսքերը ապօրինի, որտեղ տեսեք, եւ դա հատուկ նշվեց այս տարվա մեր պրես ռելիզում միջազգային կազմակերպության, օրինակ Շվեյցարիայի կամ Սինգապուրի նման երկրները, որոնք շատ բարձր համաթիվ ունեն, այսինքն շատ քիչ համարվում են քիչ կոռումպացված, այսպես ասենք, ինչպես ես ասի, մոտավորապես այդպես է, բայց նրանք շատ լուրջ պարզվեց, որ խառնված են այդ փողերի լվացման մեջ եւ օրինակ բերեց մի այսպիսի լուրջ հետաքննություն է սկսվել, ինչպես ասենք Անգոլայի, որը շատ ցածր համաթիվ ունի կոռուպցիայի ընկալման, Անգոլայի ասենք նախկին նախագահի աղջիկը, որ այնտեղ այսպես ասած խոշոր օլիգարխ է հիմա դարել, փողերի լվացում էր անում Սինգապուրի միջոցով, բայց դա Սինգապուրի համաթվի վրա չի ազդել, բայց շատ ուժեղ ազդել է, ասենք, որտեղ դա բյուջեի թալանի միջոցով է հարստացել Անգոլայի վրա։ Այնպես որ սա առաջին սահմանափակումը նախ հանրային սեկտոր, երկրորդ ուրեմն ոչ բոլոր դրսևորումները կոռուպցիայի եւ վերջապես երրորդը, որ նույնպես կարեւոր է, սա ոչ շարքային քաղաքացիների ընկալում է։ Սա գործարարների եւ փորձագետների ընկալում է, ընդ որում տվյալ երկրի գործարարներ, փորձագետներ եւ տվյալ երկրի հետ աշխատող դրսի ոչ այդ երկրի փորձագետներ, գործարարներ։ Այսինքն չկան այստեղ շարքային քաղաքացիների ընկալումները։ Մի ժամանակ Transparency International նաև շարքային քաղաքացիների ընկալումներն էր նայում, մինչև Հայաստանում օրինակ մինչև 2016 թվականը դա արվում էր Gallup International-ի հետ համատեղ ու ուղղակիորեն սա էլ ասեմ, որ ընկալման համաթիվը ինքը այսա մենք վերցնում ենք տարբեր այնպես որ այնպես չի, որ սա մեր չափածն է, տարբեր հայտնի կազմակերպությունների, 12 կազմակերպությունների, 13 ուսումնասիրություններից հանում են հենց կոռուպցիայի վերաբերյալ հարցերը եւ մշակվում է մաթեմատիկական վիճակագրության մեթոդներով եւ այդ ձևով է դուրս բերվում ընկալման համաթիվը։ Այսինքն ոչ թե Transparency International-ը ինքը իր ասենք մեր միջոցով Հայաստանի ընկալումն է չափում կամ ասենք Վրաստանի միջոցով, այլ այդ միջազգային հայտնի կազմակերպությունների։ Հիմա գանք Հայաստանին, ինչպիսին է Հայաստանի վիճակը։ Այս ամենը ասի, որպեսզի սա որպես ներածության կարգով, որ հասկանալի լինի ինչ սահմանափակումներ կան եւ կոնկրետ ինչ է սա ցույց տալիս այս ընկալման համաթիվը։ Ուրեմն Հայաստանի իրավիճակը նախ սկսենք 25 թվականի ընկալման համաթիվը 46 էր։ Այ եթե կարողանայինք այստեղ տեխնիկական հնարավորություններ այս ուրեմն պատկերն է եղել, մենք դրել ենք 10 տարիների կտրվածքով ինչպես է փոխվել համաթիվը, ուրեմն դա սկսվել է, եթե սկսում ենք 15 թվականից, 15-ից 25, ուրեմն մինչև 18 թիվը 35-ի շուրջ տատանում, 32, 33, 35, սա էլ ասեմ, որ որոշակի այսպես ասած ժամանակային լակ կա, այսինքն 18 թվականի համաթիվը իրական 17 թվականի ուսումնասիրություններ են, որոնք հրապարակվեցին 18 թվականին, դա համար 18 թվականին, այսինքն այդ Թավշյա ոչ բռնի տարին իրական 17 թվի տվյալներ, նաև բայց տարիների ընթացքում սա էլ ես արժի նշեմ, համաթվի այս հրապարակումը ավելի հետ գծվեց, օրինակ այն տարիներին տվյալ տարվա դեկտեմբերին էր արվում, իսկ հիմա արվում է, ասենք, փետրվարին, որը թույլ է տալիս ավելի շատ տվյալներ հավաքել, ասենք, օրինակ, սա որ նայեցինք 25 թվականի երկրորդ կեսի տվյալներ հավաքագրել, ավելի, այսպես ասած, մոտ է այն, իսկ այն տարիներին նայում օրինակ նույն 18 թվականին ավելի շատ նայում էին 17 թվականի տվյալները
եւ այդ տարիներին, երբ որ դեկտեմբերին էր հրապարակվում։ Ուրեմն ինչ եղավ դրանից հետո 19-20 թվականների համաթիվը կտրուկ լավացավ, բարձրացավ եւ 35-ից դարձավ սկզբից 42, հետո 49։ Սրանք իրականում այդ լագը հաշվի առնելով 18-19 թվականի զարգացումներն էին, որոնք բերեցին այդ աճին, որից հետո ինչ տեղի ունեցավ դրանից հետո մի փոքր նվազում 46, նորից մաթեմատիկորեն ասած վիճակագրորեն ոչ զգալի փոփոխություն, զգալի էր դա, կներեք, զգալի էր վիճակագրորեն, բայց շատ քիչ, որից հետո մնաց այդ մակարդակի վրա, այսինքն երբ որ մենք նայում ենք, տեսեք 22 թվականից մինչև 25 թիվը 46-47-ի միջև, ասենք 22-ին 46 էր, 23-24-47, հետո նորից 46, այսինքն լճացում է, սա բավականին տհաճ երևույթ է, անկեղծ ասած, ու մեզ թող չուրախացնի այն փաստը, որ ասենք հարևանների մեջ, օրինակ մենակ Վրաստանն է, որ մեզնից ավելի լավ վիճակում է, այնտեղ համաթիվը 50 է, այնտեղ էլ բավականին նվազել է, ասենք լավագույն ժամանակ նա հասնում է մինչև 58-ի, հիմա օրինակ 25 թվականի համաթիվը 50 է իջել, բայց մյուս երկրների համեմատ եւ հարևան երկրների եւ ԵԱՏՄ երկրների համեմատ մենք շատ ավելի լավ վիճակում ենք գտնվում, բայց նորից կուզեի սա շեշտել անպայման, որ սա մեզ չպիտի ուրախացնի։ Ինչու համար, որտեղ եթե մենք մեր առաջ նախ այդ խոստումները որ տրվեցին, սա էլ ասեմ, սովորաբար եթե համաթիվը 50-ից ցածր է, իսկ մեր մոտ ինչպես տեսակ 50-ից ցածր է։ 50-ից ցածր համաթվի դեպքում էմպիրիկ հետազոտություններ տարբեր երկրների, դա իհարկե օրինաչափություններ հայտնաբերելը սա պրակտիկորեն անհնար է, բայց էմպիրիկ հետազոտություններ վերցնում են տարբեր երկրներ, նայում են կոռուպցիան ինչ վիճակում է այդ երկրներում, սովորաբար 50-ից ցածրի դեպքում կոռուպցիան համարվում է լուրջ խնդիր։ Ասեմ նաև, որ աշխարհում չկա երկիր, որտեղ կոռուպցիա չկա։ Ես սա անընդհատ ստիպված եմ կրկնել, որպեսզի փորձեմ այն, այսպես ասած, ես դա այնպես եմ անվանում, որդի խանդավառությամբ, երբ որ ասում են կոռուպցիա չկա, աշխարհում չկա այդպիսի երկիր։ Օրինակ այս 25 թվականի ամենաբարձր համաթիվ ունեցել է Դանիան, որը 89 է։ Այսինքն սա լավագույնն է, որ կա։ Մեր մոտ ինչ եմ ասում, ինչ այլուց լճացում, որտեղ այդ փոփոխությունը միավորի, վիճակագրորեն նշանակալի չի, ռուսերեն կա բառը, statisticky значимое изменение։ Սա վիճակագրորեն նշանակալի չի, անգլերեն statistically significant, դա մաթեմատիկական տերմին է, դրա համար ես սա նորից եմ ասում, սա իրականում մեր մոտ իրավիճակի լճացման է, ինչ եմ ասում լճացում, Դանիայում էլ չի փոխվում այդ 89-ին, օրինակ Դանիայում միավոր պակասեց 90-ի նման 90-ից իջավ 89-ը, բայց նրանց մոտ այնպիսի մակարդակ է, որ դա խնդիր չի առանձնապես։ Իսկ մեր մոտ, որ 50-ից ցածրի դեպքում կոռուպցիան լուրջ խնդիր է համարվում։ Եվ մենք ինչ ենք հասկանում նաև դա ասելով, դա էլ ասեմ, որ նա ազդում է երկրի զարգացման վեկտորի վրա, տնտեսական, քաղաքական, սոցիալական զարգացման վեկտորի վրա։ Մենք ունենք այս իրավիճակը, որ դեռ մենք չենք դուրս եկել այն իրավիճակից, որ ասենք, հա, կոռուպցիա կա, բայց դա առանձնապես չի ազդում, դա կարող են ասել, ինչպես ասացի, Սկանդինավյան երկրներում, Դանիայում, ասենք, Իսլանդիայում կամ Սինգապուրում, բայց ոչ Հայաստանում։ Բայց կարող ենք ասել, որ պայքար կա կոռուպցիայի դեմ։ Մենք դրան հիմա կանդրադառնանք։ Ուրեմն, եթե մենք ունենք այսպիսի իրավիճակ, ու մեկ էլ հիմա մենք հենց փորձենք հասկանալ սա ինչ է նշանակում։ Ինչպես ես ասացի, մեր մոտ սա ընկալումը այնքան էլ լավ վիճակում չի։ Որտեղ 46-ը նախ որտեղ մեծ բարձր թիվ չի, եւ երկրորդը որ չի փոխվում։ Ասեմ, որ կա ներկայումս ուժի մեջ է, մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ, եթե բացեք այնտեղ կարծեմ 80 թե 81 էջը,
որպես թիրախ նշված է, որ այս տարի պետք է կոռուպցիայի ընկալման համաթիվը մեր Transparency International-ի հասնի 55-ի։ Եթե մենք 25 թվականին ունեցել ենք 46 միավոր, դա նշանակում է 9 միավոր պետք է այս տարի լավանա։ Ինչպես ես մի քիչ առաջ նշեցի, 18-19 թվականին տարեկան 7 միավոր է լավանում այդպիսի փոփոխությունների, ուրեմն այդ քայլեր, որ արվեցին այդ տարիներին, եթե այն ժամանակ դա այդքան չավելացավ, ես չեմ կարծում, մանավանդ նախանշաններ չեմ տեսնում, որ կունենանք այդպիսի առաջընթաց։ Սա արդեն խնդիր է։ Հիմա տեսեք, ընկալումը, երբ որ մենք ասում ենք, դա նշանակում է, որ իրավիճակը կոռուպցիայի կարող է օրինակ ռազմավարությամբ, եթե նայում եք, մեր կազմակերպությունը նաև մոնիտորինգ է անում, ինչպես է իրականացում ռազմավարությունը, մենք կարող ենք ասել, որ այո, ինչ որ գործողություններ, կա գործողությունների ծրագիր, գործողություններ, բայց եթե ինչու հենց գործարարների ընկալումն է նաև, որտեղ առավել adekvat գործարարներն ու փորձագետները կարող են ընկալել իրավիճակը, ասենք շարքային քաղաքացին ինքը ավելի շատ իր նաև առօրյա կյանքի խնդիրները ազդում են այդ ընկալման վրա։ Սա շատ կարևոր է, դա օրինակ 18-19 թվականներին մեր մոտ մենք ինչու՞ն այդքան լավացավ, նաև որտեղ կային սպասելիքներ։ Այսինքն ազգաբնակչությունը եւ դա էլ ես ասեմ, որ երբ որ այդ շարժումը եղավ ապրիլ-մայիս ամիսներին, այն ժամանակ հետագայում այդ Հանրապետական ինստիտուտի, Միջազգային Հանրապետական ինստիտուտի հարցումները ցույց տվեցին, որ հարաբերական մեծամասնությունը հարցվողների նշում էին կոռուպցիան որպես հիմնական պատճառ, որի պատճառով նրանք փողոց դուրս եկան։ Այսինքն կոռուպցիան իսկապես լուրջ խնդիր էր համարվում։ Այդ իսկ պատճառով էլ կային ակնկալիքներ։ Բայց երբ որ մի խնդրեմ կա, որ այդ լուրջ ուսումնասիրություններ առանձնապես չի արվել, 21 թվականին USAID-ի ֆինանսավորմամբ Կովկասյան ռեսուրս կենտրոնը, CRRC անգլերենով ասում են, իրենք արեցին ուսումնասիրություն եւ բավականին վատացել էր իրավիճակը, ասենք, երբ որ մենք նայում ենք, ասենք ընկալումները մեր կազմակերպությունը նույնպես CRRC հետ արեց 19 թվականին եւ 21-ին արդեն վատացել էր, այսինքն մարդկանց սպասելիքները կարծես թե չեն արդարացելու։ Մենք երևի հիմա գալիս ենք այդ հիմնական հարցին, որքանով այն ինչ որ արվում է հակակոռուպցիոն քաղաքականությունը եւ ինչու համար նախ մենք կարող ենք հստակ ասել, որ այդ քաղաքականությունը չի ազդել ընկալումների վրա։ Սա հենց հիմնական հարցն է, որ պետք է տան, այսինքն այդ քաղաքականությունը որոշողները, որոշումներ կայացնողները, թե ինչու համար այդ գործողությունները արվում են, նաև ասեմ, որ այնքան էլ լավ չի արվում, երբ որ մենք նայում ենք շատ գործողություններ ուղղակի չի էլ արվում կամ շատ վատ է արվում, բայց այդ խնդիրը կա։ Տեսեք, եթե մենք ավելի կոնկրետ խոսանք, ստեղծվեցին հակակոռուպցիոն մասնագիտացված մարմիններ, հակակոռուպցիոն կոմիտե, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, հակակոռուպցիոն դատարաններ, ենթադրվում էր, որ այդ ամենը կուժեղացնի պայքարը կոռուպցիայի դեմ, բայց մենք տեսնում ենք ընկալումներով, որ իրավիճակը էապես չի փոխվել։ Մարդկանց շրջանում է դա անցկացվում, դա ասում գործարարների եւ փորձագետների, այսինքն նրանք, ովքեր ավելի խորությամբ իրավիճակը տեսնում են։ Դուք կներեք մասնակցել եք եւ ձեր համար Ոչ, ես ասի, չէ, դա անում են, օրինակ կոնկրետ Հայաստանի դեպքում, ես ասեմ ովքեր են Հայաստանի դեպքում, դա ոչ թե հենց կոռուպցիայի վերաբերյալ հարցումներին, ուսումնասիրություններ, այլ այսպես կոչված լավ կառավարման, անգլերեն good governance։ Եվ այդ լավ կառավարման մեջ կան նաև ասպեկտներ կապված կոռուպցիայի հետ։ Ուրեմն դրանք են Բերտելսմանի հիմնադրամը, իրենք այս միակ կազմակերպությունը, որը Բերտելսմանի, Freedom House-ը, Global Insight Political Risk Service համաշխարհային տնտեսական ֆորումը ժողովրդավարության բազմազանության ծրագիր։ Իմիջիայլոց մեր նահանջը այսինքն ոչ թե հիմնական, այն 5-ը չի փոխվել որևէ բան,
համաշխարհային տնտեսական ֆորումի, սա ինչի եմ ես ասում, այդ նահանջը, որտեղ սա հենց բիզնես պետություն փոխհարաբերությունն է ցույց տալիս ու տեսնում ենք, որ խնդիր կա, այսինքն ավելի լայն կտրվածքով նայենք 20-21 թվերի համար բավականին նահանջել ենք մի քանի այս ինդեքսները։